Հարվածակայուն, ջրակայուն, քերծվածքակայուն, AC4, AC5 եւ AC6 բարձր դասի եվրոպական լամինատների գլխապտույտ տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3490 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Հայաստանի Եվրամիության անդամակցության մասին խոսակցությունը մինչև հիմա հիմնականում կառուցվել է հնարավորությունների շուրջ, անվտանգություն, ներդրումներ, եվրոպական շուկա, ազատ տեղաշարժ, ավելի ուժեղ ինստիտուտներ։ Բայց անդամակցության իրական գործընթացը սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում են քաղաքական հայտարարությունները։ Եվրամիությունը չի ընդունում իր շարքերը աշխարհաքաղաքական համակրանքի համար։ Տեխնացու պետությունը նախ պետք է վերափոխի դատական համակարգը, պետական կառավարումը, մրցակցային միջավայրը, տնտեսությունը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ իր օրենսդրության հսկայական մասը։ Կոպենհագենյան չափանիշներն էլ պարզապես ցանկությունների ցանկ չեն, դրանք նշանակում են կայուն ժողովրդավարություն եւ իրավական պետություն, գործող շուկայական տնտեսություն, եվրոպական մրցակցությանը դիվանալու կարողություն եւ Եվրամիության ամբողջ իրավական ու քաղաքական պարտավորությունները ստանձնելու պատրաստակամություն։ Հայաստանի դեպքում դրան ավելանում է նաև աշխարհագրությունը։ Եվրամիության հետ ընդհանուր սահման չունենք, Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել, Թուրքիան տասնամյակներ շարունակ տեխնացու է առանց անդամակցության մոտ հեռանկարի։ Ադրբեջանը եվրոպական ինտեգրման նման օրակարգ առհասարակ չունի, իսկ Ռուսաստանը Հայաստանում դեռ ունի ռազմական, տնտեսական ու ենթակառուցվածքային ներկայություն։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը դիտարկում է Հարավային Կովկասի խաղաղության, կայունության ու տնտեսական կապակցվածության համատեքստում։ Հետևաբար ժամանակն է հարցը նաև հակառակ կողմից դիտարկել Հայաստանը ինչու պետք է լինի Եվրամիության անդամ, ինչ գին է պատրաստ վճարել ինքն այդ ճանապարհի համար եւ կարող է առհասարակ անդամակցությունը իրականություն դառնալ առանց ամբողջ տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական միջավայրի փոփոխության։ Թեմայի շուրջ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու ենք միջազգայնագետ, արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի փորձագետ, անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին խորհրդական, Ավստրիայի խորհրդարանի նախկին խորհրդական Կոստանտին Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, վերջին շրջանում նորից ակտիվացել են խոսակցությունները Եվրամիության անդամակցության, Եվրամիության ինտեգրման ուրեմն թեմաների շուրջ, հատկապես Ռուսաստանի այս ուրեմն պատժիչ քաղաքականության ֆոնին, բայց մի բան է խոսակցությունների ակտիվացում, մի ուրիշ բան է ընդհանրապես թե գետնի վրա մենք ինչ ունենք եւ ինչ հնարավորություններ ունենք եւ որն է ընդհանրապես Եվրամիության անդամակցության, այսպես ասած, իրական գինը, պատրաստ է Հայաստանը դրա վերափոխմանը, թե ոչ։ Մենք օրինակ, եթե հիմա դիտարկենք գետնի վրա, իշխանությունը անդադ ասում է, որ մենք անդամակցության հայտ հիմա չենք ներկայացնելու, օրենքն ընդունել ենք, բայց անդադ նաև Ռուսաստանին են այդ մասով ուրեմն հասկացնում, որ ընդհանրապես հանրակրվե անելու անհրաժեշտություն չկա, բայց հետաքրքիր է օրինակ գետնի վրա մենք ինչ ունենք եւ որ չափով ենք պատրաստ կամ նախապատրաստվում դրան, համեցեք։ Նայեք, իրականում երբ մենք Եվրամիության անդամակցության մասին ենք խոսում, կան մի շարք բաղադրիչներ, դա մի կողմից այն ներքին խնդիրներն են, որոնք Հայաստանը պետք է լուծի այդ ճանապարհին, կան նաև աշխարհաքաղաքական խնդիրներ եւ երրորդ բաղադրիչը, եթե մենք ցանկանում ենք դեպի Եվրամիություն գնալ, մենք պետք է մեզ այդ հարցը տանք, Եվրամիությունը պատրաստ է դրան, թե ոչ, այսինքն այդ երեք կոմպոնենտները այս կոնտեքստում շատ կարևոր են։ Ինչը վերաբերվում է այդ ներքին մարտահրավերներին, այսինքն Հայաստանը պատրաստ է թե ոչ, եւ Հայաստանը տեսականորեն կարող է ԵՄ անդամ դառնալ թե ոչ, այո, տեսականորեն Հայաստանը կարող է ԵՄ անդամ դառնալ, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ ԵՄ անդամակցությունը դա իրադարձություն չէ, դա շատ երկարատև գործընթաց է։ Այդ երկարատև գործընթացի ընթացքում կարող են լինել մի շարք խոչընդոտներ եւ Հայաստանը պետք է այդ խոչընդոտներին պատրաստ լինի, այսինքն Հայաստանի խոցելիությունները, Հայաստանը պիտի նվազեցնի իր խոցելիությունները եւ հնարավորինս աշխատի այդ կրիտերիաներին համապատասխանելու ուղղությամբ, որպեսզի ավելի հասկանալի լինի, եկեք
բացատրեմ ոնց է այդ անդամակցությունը տեղի ունենում գործընթացը։ Եվ այս դեպքում շատ կուզեմ ներկայացնեք ընդհանրապես ինտեգրման եւ անդամակցության այդ տարբերությունը շատ հաճախ ընդհանրապես շփոթմունք կա մի կողմն ասում է դե էլ ինչ անդամակցություն հենա ինտեգրման ճանապարհին ենք մենք ինտեգրվում ենք մյուս կողմն ասում է չէ հենց անդամակցությունն է այս տարընթերցումների առաջ տալու համար նաեւ այս տարբերությունները հստակ նշենք։ Իրականում նայեք ԵՄ ինտեգրումը դա ավելի լայն տերմին է, այսինքն մի շարք գործընթացներ կարող են հասկացվել որպես ԵՄ ինտեգրման մաս, նույն SEPA-ն, նույն վիզայի ազատականացումը, այդ բոլոր գործընթացները համարվում են ԵՄ ինտեգրման մաս։ ԵՄ անդամակցությունը շատ կոնկրետ գործընթաց է, այսինքն Հայաստանը դառնում է ԵՄ անդամ։ Եվ կան մի շարք օրինակներ, երբ պետությունները ինտեգրված են եղել ԵՄ համակարգում տարբեր պայմանագրերի շրջանակում, նույն DCFTA պայմանագրի շրջանակում, բայց միևնույն ժամանակ չեն կարողացել անդամակցել ԵՄ-ին կամ այդ գործընթացն են։ Երևի 2-3 օրինակ բերեմ, եթե նայենք բալկանյան պետություններին, օրինակ Հյուսիսային Մակեդոնիան 2004 թվականից անդամակցության հայտ է ներկայացրել։ Եվ այսօր 2026 թվականն է եւ պարզ չէ Մակեդոնիան, Հյուսիսային Մակեդոնիան հնարավորություն ունի մոտակա ժամանակ ԵՄ-ին անդամակցել։ Վրաստանինը այլ օրինակ է։ Վրաստանը 2014 թվականին DCFTA պայմանագիրը ստորագրեց, այսինքն շուկայական առումով ավելի ինտեգրվեց Եվրամիությունում։ 2022 թվականին ԵՄ անդամակցության հայտ ներկայացրեցին, 23 թվականին տեխնացուի կարգավիճակ ստացան, բայց դրանից հետո որևէ շարժ չկար։ Նմանատիպ օրինակներ կան Մոնտենեգրոյում, Ալբանիայում եւ Սերբիայում։ Բոլոր այդ երկրներին միավորում է մի պարզ միտում։ Անդամակցության գործընթացը շատ երկար գործընթաց է։ Դու կարող ես ԵՄ անդամակցության, դու կարող ես ԵՄ տեխնացու դառնալ, բանակցությունները կարող են բացվել շատ կարճ ժամկետներում ընդ որում, բայց ԵՄ անդամակցության գործընթացը սկսվում է բանակցությունների բացման գործընթացից հետո եւ կարող է տևել 10-15 տարի ընդ որում։ Հայաստանի դեպքում, եթե մենք օրինակ տեխնատուի կարգավիճակ ստանանք, հնարավոր է մի 20 տարի էլ պիտի սպասենք, ստացվում է։ Այս ամբողջ գործընթացը ավարտին հասցնելու։ Վիզաների ազատականացման դեպքում մենք գիտենք, որ առաջընթաց ունենք, իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ առավելագույն ժամկետ են արդեն նշում 2-ից 3 տարի, բայց փաստորեն այդ գործընթացն էլ ավարտին կհասցնենք, բայց անդամակցության ուրեմն հետ կապված մենք դեռ եթե այսօր էլ սկսենք գործընթացը, իսկ մենք դեռ չենք էլ սկսել։ Մոտավորապես 15-20 տարվա մասն է խոսքը։ Նայեք, իրականում երկար պիտի սպասենք։ Իրականում կան տարբեր կարծիքներ, ես չեմ ուզում կանխատեսում անեմ, բայց մենք կարող ենք հիմնվել այն միտումների վրա, ինչպես նշեցի, նույն Մոնտենեգրոն կամ Ալբանիան 2008-2009 թվականին այդ հայտը ներկայացրել են եւ բավականին շուտ ժամկետներում իրանք տեխնացուի կարգավիճակ են ստացել 2 տարի հետո։ Մենք օրինակ շատ շուտ տեխնացուի կարգավիճակ։ Եվ դա լավ է, պետք չէ թերագնահատել, բայց պետք չէ նաև գերագնահատել տեխնացուի կարգավիճակը, դա քաղաքական որոշում է։ Բայց ԵՄ անդամակցությունը ենթադրում է երկու կոմպոնենտ՝ քաղաքական որոշում, այսինքն Եվրամիությունը պատրաստ է ընդլայնվել եւ տեխնիկական բաղադրիչ կա, այսինքն Հայաստանը պետք է ամեն դեպքում համապատասխանի այդ կրիտերիաներին։ Բերեմ Իսլանդիայի օրինակը։ Իսլանդիան 2009 թվականին հայտ ներկայացրեց ԵՄ-ին անդամակցելու եւ կարծում եմ բոլորիս համար պարզ է, որ Իսլանդիան շատ ոլորտներում համապատասխանում է այդ եվրոպական ստանդարտներին, բայց նույնիսկ Իսլանդիայի դեպքում Իսլանդիան 2013 թվականին հրաժարվեց իր այդ ճանապարհից եւ 2013 թվականին արդեն 3 տարի այդ բանակցությունները ընթանում են, Իսլանդիան այդ գլուխների մոտավորապես 33-ից 35 գլուխ պետք է համապատասխանեցվեն, ինքը միայն 11 գլուխներ ավարտել։ Այսինքն նույնիսկ Իսլանդիայի դեպքում դա տարիներ է տևում։ Հայաստանի դեպքում պարզ է նույնպես տարիներ կտևի։ Օրինակ դիմումից հետո ով եւ ինչպես պիտի գնահատի Հայաստանի հնարավորությունները, Հայաստանի, այսպես ասած, Եվրամիության համապատասխանության հարցը։ Օրինակ, եթե Կոպենհագենյան չափանիշներով փորձենք դիտարկել Հայաստանի հնարավորությունները, հա, ամենամեծ բացերը այսօր դուք որտեղ եք տեսնում
դատական համակարգում, կոռուպցիայի հետ կապված խնդիրները, այս ամենամեծ բացերը, եթե փորձենք առանձնացնել, որոնք դուք կառանձնացնեիք, որ Հայաստանի դեպքում դեռ խոցելիություն կա։ Նայեք, առաջին հարցը ով է գնահատում դա, երբ մենք անդամակցության հայտ ենք ներկայացնում, Եվրոպական հանձնաժողովը գնահատում է Հայաստանի հնարավորությունները համապատասխանել կամ համապատասխանեցնել իր քաղաքականությունը Կոպենհագենյան կրիտերիաներին։ Եվ դրա հիման վրա Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին, որպեսզի Եվրոպական խորհուրդը քաղաքական որոշում կայացնի եւ տեխնացուի կարգավիճակը տրամադրի։ Այս կոնտեքստում շատ կարեւոր է հասկանալ, որ դա միաձայն որոշում է։ Այսինքն 27 երկրներից մի երկիրը եթե որոշի, որ չէ, եւ այդպիսի դեպքեր եղել են, Հայաստանը այդ կարգավիճակը չի ստանա։ Հիմա երկրորդ հարցին Կոպենհագենյան կրիտերիաները մեծ հաշվով 3 կոմպոնենտ ունեն։ Առաջին կոմպոնենտը դա քաղաքական կոմպոնենտն է, երկրորդը տնտեսական, երրորդն էլ ԱԿԻ կոմունիտար, այսինքն ԵՄ բոլոր օրենքների, ներառյալ պայմանագրերի ամբողջությունն է։ Քաղաքական կոնտեքստում, ինչպես դուք ճիշտ նշեցիք, կան շատ բաղադրիչներ, դա մարդու իրավունքներն են, խոսքի ազատություն, դատական համակարգ, հակակոռուպցիոն մեխանիզմներ։ Հայաստանը վերջին տարիներին որոշակի հաջողություն է գրանցել այդ ուղղությամբ եւ դրա մասին փաստում են եւ Freedom House-ի զեկույցները եւ նույն եւ Եվրոպական միության պաշտոնյաները տարբեր դրամաչափի, այո, եւ եվրոպական զեկույցները, միջազգային կառույցները այդ բոլոր կազմակերպությունների զեկույցները փաստում են դրա մասին, բայց կան բացեր եւ լավագույն կամ այդ ամենամեծ բացերը վերաբերում են մեծ հաշվով դատական համակարգի անկախությանը եւ հակակոռուպցիոն մեխանիզմներին։ Ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, որ Հայաստանը որոշակի առաջընթաց գրանցել է, բայց մենք չենք համապատասխանում այդ կրիտերիաներին եւ ամենամեծ բացերը այդ երկու ոլորտներում են։ Պարոն Ղազարյան, հնարավոր է օրինակ այս ամենի արդյունքում պարզվի, որ Հայաստանը այսպես քաղաքականապես, շատ ավելի մոտ է Եվրամիությանը, բայց օրինակ տնտեսական եւ ինստիտուցիոնալ առումով մեծ հաշվով կաղում է այդ չափորոշիչների եւ այլնի։ Այո, տնտեսական առումով Հայաստանը հիմա փորձում է տնտեսական դիվերսիֆիկացիայի քաղաքականություն վարել, դրա համար կան տարբեր պատճառներ, պատճառներից մեկը Ռուսաստանի քաղաքականությունն է, այսինքն այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը իրականացրել է կամ իրականացնում է Հայաստանում։ Երբ մենք խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, տնտեսության դիվերսիֆիկացիան դա միայն ստանդարտների մասին չի։ Դա ստանդարտների մասին է, դա սերտիֆիկացման մասն է, սերտիֆիկացման լաբորատորիաների մասն է եւ շատ ավելի կարեւոր քո ապրանքները պիտի մրցունակ լինեն եվրոպական շուկայում եւ Հայաստանի պարագայում բացի տարիֆներից մենք միշտ մտածում ենք որ տարիֆներն են այդ ամենամեծ գործոնը կան այլ գործոններ նույն ռուսական գազը մաչելի գազը ազդեցություն ունի որոշ ապրանքների էժան ինքնարժեքի վրա եւ եթե Ռուսաստանը գազի գները բարձրացնի, դա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ նույն վարդերի վրա։ Որտեղ վարդերը նաև մրցունակ են, որովհետև այդ ջերմոցները աշխատում են նաև ռուսական գազով։ Կան նաև լոգիստիկ խնդիրներ, այսինքն Հայաստանի համար շատ ավելի դժվար է այդ պրոդուկտները Եվրոպա հասցնել։ Եվ երրորդ կոմպոնենտը, որը մենք շատ դեպքերում մոռանում ենք, դա նաև մարքեթինգային կոմպոնենտն է, որովհետև մի բան է, եթե դու հայկական կոնյակը արտահանում ես Ռուսաստան, որտեղ այդ կոնյակը ճանաչելիություն ունի, այլ բան է, եթե դու դա արտահանում ես Եվրոպա։ Ընդհանուր առմամբ շատ մասնագետներ համեմատություններ են անում Մոլդովայի հետ։ Բայց եկեք ազնիվ այդ հարցին պատասխանենք, Մոլդովան ունի ընդհանուր սահման, ընդ որում ցամաքային սահման Եվրամիության հետ։ Մոլդովան արտահանում է դեպի Ռումինիա մի երկիր, որը մշակութապես եւ քաղաքական առումով շատ մոտ է Մոլդովային։ Տեսեք, ընդհանրապես Եվրամիության անդամ 27 երկրները ինչի պիտի ցանկանան, որ Հայաստանը ենթադրենք լինի անդամ երկիր, հա, այստեղ Եվրամիության համար շուկայի առումով Հայաստանը շատ փոքր շուկա է։
Այս մասով եթե սա բացառենք, հա, ապա որ առաջարկը մեր կարող է օրինակ Եվրոպայի համար ընդունելի լինել, գայթակղիչ լինել, օրինակ, չգիտեմ, գուցե ժողովրդավարական կայունությունը, թրիփը, էներգետիկ ու տրանսպորտային նոր միջոցները, թե այդ տարբերակներ կան։ Իրականում դուք արդեն դա նշեցիք, այդ պատճառներից մեկը դա Հայաստանի աշխարհագրական գործոնն է, բայց այստեղ մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինայի պատերազմը մի կողմից կարող է արագացնել կամ ուժեղացնել Եվրոպայի հետաքրքրությունը տարածաշրջանում, բայց միաժամանակ Ուկրաինայի պատերազմը ստեղծում է նոր խնդիրներ Եվրոպական միության համար, ներքին խնդիրներ ընդ որում։ Եվ այստեղ երկու կարևոր բան կա, առաջինը Եվրամիությունը, մենք ոչ թե միայն այն հարցը պետք է տանք Եվրամիությունը ցանկանում է ընդլայնվել թե ոչ, այլ ոնց է Եվրամիությունը ցանկանում ընդլայնվել։ Նախ եւ առաջ Եվրոպայի համար, Եվրոպական միության համար կան շատ ավելի հարազատ կամ ավելի մոտ տարածաշրջաններ, այսինքն երկրներ, որոնք քաղաքական առումով, գեոգրաֆիկ առումով եւ մշակութային առումով շատ ավելի մոտ են եւ ավելի առաջնահերթային են, քան Հարավային Կովկասը, դա նույն Բալկանյան երկրներն են եւ Մոլդովան է։ Եվ երկրորդ հարցը այն է, որ Եվրոպական միության ընդլայնման տրամաբանությունը միշտ տարածաշրջանային տրամաբանությամբ է։ Այսինքն, երբ մենք 2004 թվականի արևելյան ընդլայնում ենք վերլուծում, արևելյան ընդլայնման ժամանակ ԵՄ անդամակցեցին եւ Էստոնիան, եւ Լատվիան, եւ Լիտվան, այսինքն Եվրոպական միության համար շատ կարեւոր էր, որպեսզի 3 երկրները միաժամանակ անդամակցեն Եվրոպական միությանը, որովհետեւ եթե նույն տարածաշրջանի երկրները միաժամանակ չեն անդամակցում, դա կարող է լարվածություններ ստեղծի այդ երկրների միջև, ինչպես դա եղավ Սլովենիայի եւ Խորվաթիայի միջև։ Եվ երկրորդ կարևորագույն հարցը կայանում է նրանում, որ Եվրոպական միության ներսում կան տարբեր դեբատներ, այդ թվում նաև նրա մասին պետք է արդյոք Եվրոպական միությունը այս բանին ընդլայնվի, թե պետք է այն խնդիրները լուծվեն, որոնք կան, միգրացիոն խնդիրը, ինստիտուցիոնալ ռեֆորմների խնդիրը եւ կա ընդհանուր հոգնածություն արդեն։ Եվ կա ընդհանուր հոգնածություն։ Այո։ Եվ մի շատ կարևոր գործոն, որը շատերը հաշվի չեն առնում, Եվրոպական միությունում ազգայնական ուժերը զգալի աճ են գրանցում։ Ֆրանսիայում ըստ հարցումների առաջին հորիզոնականում են, Գերմանիայում երկրորդ տեղն են զբաղեցնում, Ավստրիայում, Հոլանդիայում եւ Բելգիայում նույնպես շատ մեծ ազդեցություն ունեն եւ այդ կուսակցությունները միանշանակ ազդում են եւ ազդելու են ԵՄ ընդլայնման քաղաքականության վրա։ Ընդհանրապես հետաքրքիր է, պարոն Ղազարյան, մենք երբ խոսում ենք Եվրամիության անդամակցության, տեխնացուի հայտի եւ այլնի հետ կապված, ուզում դիտարկենք Ռուսաստանի գործոնը, հա։ Օրինակ մենք մինչև երբ կարող ենք մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Մյուս կողմից մենք խոսում ենք այսպիսի թեմաներից, բայց շատ པարզ պատկեր ունենք, հա, Հայաստանի ենթակառուցվածքները, որոնք կախված են Ռուսաստանից կամ պատկանում են Ռուսաստանին։ Այլ չասեմ 102-րդ ռազմաբազան, որը Հայաստանից դուրս բերելու հարցն անգամ այս պահում օրակարգում չի եւ չի քննարկվում, հա։ Այս դեպքում օրինակ որ պահից սկսած այս բոլոր իմ նշած հանգամանքները եւ նաեւ ԵԱՏՄ անդամ լինելը անհամատեղելի արդեն կլինեն Եվրամիությանը։ Նայեք, մենք այսօր ականատես ենք դառնում, որ Ռուսաստանը փորձում է ճնշել Հայաստանին եւ հորդորում է Հայաստանին, որպեսզի Հայաստանը հստակ որոշում կայացնի, այսինքն Հայաստանը ցանկանում է դեպի Եվրամիություն գնալ, թե մնալ ԵԱՏՄ կազմում։ Ռուսաստանի համար ԵՄ անդամակցությունը միանշանակ կարմիր գիծ է հանդիսանում, որտեղ Ռուսաստանի տեսակետից Հայաստանը Ռուսաստանի շահերի գոտու մաս է կազմում։ Եվ այդ կոնտեքստում նույնպես Ռուսաստանի տեսակետից Հայաստանը այսօր օգտագործում է ԵԱՏՄ-ին, որպեսզի գնա դեպի ԵՄ։ Երկու առաջ ասում, այո։ Այո։ Եվ այդ կոնտեքստում Ռուսաստանը ասում է, լավ, եթե դուք ցանկանում եք դեպի Եվրամիություն գնաք, ուրեմն դուք չեք օգտվելու այդ բարիքներից, այսինքն ԵԱՏՄ-ից։ Եվ դա իրականում շատ մեծ խնդիր է, որ առումով, այն առումով, որ ԵՄ անդամակցության գործընթացում ամենամեծ խնդիրը ԵՄ անդամակցության հայտը չէ, նաև ԵՄ լիարժեք անդամ դառնալը չէ, այլ հենց այդ ժամանակահատվածն է, երբ դու
հայտը ներկայացրել ես, բայց դեռ անդամ չես, այսինքն դու օդից կախված ես այդ ժամանակահատվածում։ Եվ Հայաստանը պետք է գիտակցի, որ այդ ժամանակահատվածում մենք չենք կարողանալու օգտվել ԵԱՏՄ արտոնություններից, բայց եւ միաժամանակ չեն կարողանալու նաեւ օգտվել, լիարժեք օգտվել ԵՄ բոլոր գործընթացներից։ Եվ բացի դրանից, այո, Ռուսաստանը ունի այսօր լուրջ լծակներ։ Հանուն արդարության Ռուսաստանի լծակները վերջի տարիներին նվազել են։ FSB սահմանապազորքերի դուրս բերում Զվարթնոցից եւ սահմանի որոշ հատվածներից դա հանգեցրել է նրան, որ այդ Ռուսաստանի ազդեցությունը միանշանակ նվազել է, բայց Ռուսաստանը ունի զգալի լծակներ, դա էկոնոմիկ լծակներն են, էներգետիկ ոլորտի եւ նաեւ ենթակառուցվածքների եւ Ռուսաստանը միանշանակ օգտագործելու է կամ օգտագործում է արդեն այդ լծակները, որպեսզի ազդի Հայաստանի վրա։ Տեսեք, այդ լուրջ լծակների մասին երբ խոսում ենք, դրանցից մեկն էլ գազն է, օրինակ գազի հետ կապված 27 թվականին հնարավոր է փոփոխություն լինի, շատերի գնահատմամբ այդ փոփոխությունը չի լինի, որովհետև սրանք հայտարարություններ են, Ռուսաստանը չի գնա այդքան կոշտ քայլերի, ձեր գնահատմամբ որքանով կգնա այդ քայլերին, որքանով դեռ կլարվեն հայ-ռուսական հարաբերությունները եւ մինչեւ ուր կարող են հասնել նույն Եվրասիական տնտեսական միությունից երբ խոսում ենք, երբ այդ սպառնալիքներն էլ կան, նույնիսկ տեսակետ կա, որ հնարավոր է այդ կառույցը Հայաստանին ընդհանրապես դուրս դնի իրենից, հա, այդ ուրեմն անդամ պետության կարգավիճակից, այդ դեպքում ինչ է սպասվում, մենք ընդհանրապես հաշվարկել ենք այս քայլերը, թե ոչ, եւ մինչեւ որ կետը տնտեսական լծակները կարող է Ռուսաստանը ուրեմն կիրառել Հայաստանի նկատմամբ։ Փաստորեն զգալի մեծ ժամանակահատված է լինում, որ Հայաստանը, այսպես ասած, այդ օդից կախված վիճակում է լինելու։ Հայաստանը կարող է այնպիսի դիվերսիֆիկացիա իրականացնել նաև այլ երկրների հետ, որ կարողանա այդ ահռելի մեծ, այսպես ասած, բացը վնասը լրացնել։ Իրականում Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացիան քաղաքականությունը վարել, որոշ ոլորտներում դա ստացվում է, որոշ ոլորտներում այդ դիվերսիֆիկացումը շատ ավելի դժվար է ընթանում։ Եվ մենք պետք է տարբերակենք Եվրամիության ընտրությունների ժամանակ զգալի օգնություն ցուցաբերեց Հայաստանին, այսինքն կային մի շարք գործոններ, նաև այսպես կոչված ATM-ները, autonomous trade measure-ները, այսինքն ինքնավար առևտրի այդ մեխանիզմները, որոնք համարվում են տարիֆային գործոն, բայց իրանք ճգնաժամային գործիքներ են համարվում, այսինքն Եվրամիությունը փորձեց այդ ժամանակահատվածում 52 միլիոն եվրո տրամադրել, այդ մեխանիզմները օգտագործել եւ նաեւ լոգիստիկ առումով Հայաստանին օգնել, որպեսզի Հայաստանը ապրանքների մի մասը Եվրամիություն հասցնի։ Բայց դիվերսիֆիկացիան դրանով չի սահմանափակվում, այսինքն երբ մենք ծիրան կարողանում ենք ծիրան արտահանել Եվրոպա կամ վարդեր պայմանական Նիդերլանդներ, դա լավ է, բայց մենք պետք է ավելի հեռանկարային ռազմավարություն։ Եվ ամենակարևորը այն է, եթե մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացվել քաղաքական առումով, այսինքն գնալ դեպի Եվրամիություն, մենք պետք է դիվերսիֆիկացվենք նախ եւ առաջ էներգետիկ եւ տնտեսական առումով։ Ինչը վերաբերում է Ռուսաստանին, վերլուծաբանների մի մասը կարծում էին, որ այս սահմանափակումները կամ պատժամիջոցները այս սահմանափակումները ընտրությունների կոնտեքստում չեն, որովհետև եթե ընտրությունների կոնտեքստում լինեին, Ռուսաստանը այդ գործիքները շատ ավելի շուտ կսկսեր։ Ռուսաստանը բավականին ուշ շրջանում այս գործիքները սկսեց եւ մենք տեսնում ենք նաեւ Մոլդովայի օրինակով, որ Ռուսաստանը այո կարող է գնալ այդ քայլերի, այսինքն էներգետիկ առումով, ես չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող է օգտագործել այդ լծակները պայմանական գազի գնաճի ուղղությամբ եւ եթե դա տեղի ունենա, մենք կարող ենք ունենալ նմանատիպ պատկեր, որը Մոլդովայում է, դա չի նշանակում, որ մենք այդ խնդիրները չենք լուծի, բայց մենք պետք է հաշվառենք, որ անցնելու ենք որոշակի դժվար շրջանը, որովհետեւ գազի գնաճը ազդելու է ոչ միայն անհատի վրա, այլ նաեւ բիզնեսի։ Ինչպես նախկինում նշեցի, մեր ապրանքների մի մասը գյուղատնտեսական նաև կապ ունի մատչելի գազի հետ։ Նկատի ունեմ օրինակ այդ դեպքում ճիշտ է Եվրամիությունը այս անգամ այսպես թիրախային աջակցությունը եղավ։ Այս դեպքում երբ լինեն իսկապես եւ շարունակական լինեն այդ ճնշումները, Եվրամիությունը պատրաստ է ավելին անել, քան արեց այս անգամ։
Հեռանկարում, երկարաժամկետ հեռանկարում կարծում եմ այո, բայց այստեղ նույնպես պետք է հասկանանք, որ դա միայն միակողմանի հարց չէ, այսինքն բավարար չէ, որ Եվրամիությունը այդ օգնությունները տրամադրի։ Այսինքն մենք կարող ենք ասոցիացիան պայմանագիր ստորագրել, DCFTA այդ ուղղությամբ գնալ, բայց նաև հայաստանյան տնտես վարողները, մասնավորապես փոքր եւ միջին, իրանք պիտի պատրաստ լինեն այդ ուղղությամբ գնան եւ երբ խոսում ես տնտես վարողների հետ, խնդիրը իրականում նրանում չի, որ այդ տնտես վարողները չեն կարող գնալ դեպի ԵՄ։ Շատերը այդ կոմֆորտ զոնայում են, երևի այն քիչ դրական բաներից մեկը, այս սահմանափակումների կայանում են նրանում, որ զոնայից դուրս են գալիս, կամ փորձում ենք ամենայն դեպս դուրս գալ, այո։ Լավ, իսկ երբ խոսում եմ ճնշումների մասին, ձեր կարծիքով մինչև որ կհասնեն այս ճնշումները եւ ուրեմն փաստացի քաղաքական երկխոսության ճանապարհով չի գնում Ռուսաստանը, այդպիսի քայլեր Հայաստանը մի քանի անգամ արել է, իդեպ հունիսի 7-ի ընտրություններից հետո, այս պարագայում, երբ չկա այդ երկխոսությունը, երկաթուղու դեպքում ընդհանրապես չկա, ինչ է սպասում, կարծում եք առաջիկա ամիսներին ընդհանրապես օղակ ավելի է սեղմվելու Հայաստանի շուրջ։ Ես կարծում եմ դա հնարավոր է եւ ընդ որում կարող են 3 տարբեր զարգացումներ լինեն կամ 3 ուղղություններով։ Առաջինը դա լծակների օգտագործումը տնտեսական եւ էներգետիկ ոլորտի։ Երկրորդը սաբոտաժային ինչ-որ ակտեր, այսինքն նույն խաղաղության խաչմերուկ այդ նախագծի շրջանակում մենք գիտենք, որ այդ կոնցեսիոն իրավունքները Ռուսաստանի խոչընդոտ են հանդիսանում Հայաստանի համար, որպեսզի Հայաստանը կարողանա ներգրավի ինվեստորների տարբեր երկրներից, մասնավորապես Եվրոպայից։ Եվ երրորդ ուղղությունը կարող է լինել Հայաստանի մեկուսացումը տարբեր ռուսական, այսպես ասած, կազմակերպություններ, մասնավորապես ԵԱՏՄ-ում։ Ժամկետներ դժվար է ասել, բայց եթե խոսքը գնում է էներգետիկ սահմանափակումների մասին, հնարավոր է, որպեսզի այդ ցավը կամ այդ վնասը մաքսիմալ լինի, դա կարող է լինի օրինակ ձմռանական աշնանը։ Բայց դա կախված է նաև նրանից, կախված է նաև ռուս-ուկրաինական պատերազմից, որովհետև այն հանգամանքը, որ Ռուսաստանը մինչ օրս տարբեր հետխորհրդական երկրներում չի կարողանում օգտագործել իր բոլոր լծակները, պայմանավորված է շատ դեպքերում նաև ուկրաինական գործոնով, այսինքն իր ուշադրությունը շեղված է։ Տեսեք, երբ որ խոսում ենք ընդհանրապես Եվրամիության անդամակցության ճանապարհից Հայաստանի եւ պարզ դիտարկում, թե օրինակ տարածաշրջանային երկրները ընդհանրապես ինչ մղումներ ունեն, Վրաստանի դեպքում այդ գործընթացը կանգ է առել, Թուրքիայի դեպքում գիտենք շատ երկար ժամանակ է, Ադրբեջանը ընդհանրապես նման նպատակ չունի, Հայաստանի դեպքում օրինակ թրիփը, որքանով կարող է լինել հենց այդ գայթակղիչ առաջարկը, մենք գիտենք Եվրամիության վերաբերմունքը թրիփին, թրիփը կարող է այսպես ասած դառնալ Հայաստանի համար հենց այդ եվրոպական ճանապարհը, թե ոչ ձեր գնահատմամբ արևելքն ու արևմուտքը կապող ճանապարհը։ Ես կարծում եմ ոչ միայն տրիպ, այլ առասարակ այդ խաղաղության խաչմերուկը, որտեղ խաղաղության խաչմերուկը շատ ավելի մեծ պրոյեկտ է, որտեղ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք այդ ճանապարհները կան եւ դա կարող է միանշանակ հանդիսանալ շահագրգռող ինչ որ գործոն Եվրոպական միության համար, ընդ որում կան արդեն հետազոտություններ, նաև Ամբերտ հետազոտական կենտրոնի կողմից, որը դա ցույց է տալիս, որ եթե այդ ճանապարհները աշխատեն, ոչ միայն տրիպը, բայց այդ թվում նաև տրիպը, ապա ճանապարհը Չինաստանից դեպի Եվրոպա կարող է այսքան տոկոսով, հիմա թվերը կոնկրետ չեմ հիշում, բայց մոտավորապես 5-ից 10% կարող է այդ ճանապարհը կրճատվել։ Բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ տրիպը միակ կամ տրիպը եւ խաղաղության խաչմերուկը միակ հնարավորությունները չեն, կան այլընտրանքային ուղիներ Եվրոպական միության համար եւ Օրինակ Թուրքիայի հետ սահմանի բացումը ինչպիսի հնարավորություն կարող է հենց ստեղծել։ Դա միանշանակ կօգնի, որպեսզի այդ գործընթացը ոչ միայն եվրոպական ԵՄ անդամակցության գործընթացում, այլ առհասարակ ԵՄ Հայաստան հարաբերությունների խորացման կոնտեքստում, մասնավորապես շուկայական ինտեգրման համատեքստում
Հայաստանը երկու լոգիստիկ տարբերակ ունի։ Մեկը Թուրքիան է, երկրորդը Վրաստանն է։ Հայաստանի համար դա միանշանակ դրական ասոցիացիոն կունենա կամ կարող է ունենալ։ Պարոն Ղազարյան, թե ամփոփենք, Հայաստանը ուրեմն իր վարած արտաքին քաղաքականության կոնտեքստում ճիշտ է անում, որ օրինակ Եվրամիության այս ճանապարհին դանդաղ է շտապում, թե ոչ, որովհետև մենք տեսնում ենք հայտարարություններն ու գործողությունները երբեմն իրար հակասող են համենայն դեպս, մի կողմից մենք տեսնում ենք փակ դռներ ռուսական կողմից, մյուս կողմից նույնիսկ տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու այսպես հեռահար նպատակներ էլ չունենք, դանդաղ շտապելը ուր կարող է մեզ մինչև տանել, եւ երբ ընդհանրապես Հայաստանի շուրջ էլ այս օղակը ուրեմն Ռուսաստանի կողմից այսքան սեղմվում է, մենք դեռ ուրեմն որքանով է ճիշտ այդ բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության իրականացումը մեր դեպքում, երբ ռուսական կողմից այսքան հայտարարություններ են լինում, հնարավոր է որ այլևս ընդհանրապես այդ հավասարակշռող քաղաքականությունից Հայաստանը պիտի հեռանա եւ շատ ավելի կոնկրետ ընտրություն կատարի, որ տարբերակն է Հայաստանի դեպքում կենսունակ լինելու։ Իրականում կան միջազգային հարաբերություններում եւ պրակտիկայում կան տարբեր ռազմավարություններ, որը փոքր պետությունները մասնավորապես կարող են որդեգրել, որպեսզի ավելի մեծ կայունություն ստեղծեն տարածաշրջանում։ Տարբերակներից մեկը դա այդ հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականությունն է, երբ պետությունը փորձում է տարբեր բևեռների հետ աշխատել եւ համագործակցել։ Դա այդ hedging-ի քաղաքականությունն է։ Այդ քաղաքականությունը ունի որոշակի առավելություններ, բայց նաև որոշակի ռիսկեր։ Առավելությունը նրանում է, որ դու պահպանում ես հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ զարգացնում ես Եվրամիության հետ եւ փորձում ես տենց այդ բալանսը պահել։ Այդ ռազմավարության գլխավոր ռիսկը կայանում է նրանում, որ գերտերությունները սովորաբար չեն սիրում, երբ փոքր պետությունները այդ ռազմավարությամբ են շարժվում։ Այսինքն ինչ-որ պահ է գալիս, երբ այդ գերտերությունը կլինի դա Ռուսաստանը կամ որևէ այլ ակտոր, իրանք արդեն պարտադրում են եւ ասում են հարգելիս դու պետք է որոշում կայացնես, որովհետեւ ես համարում եմ, որ դու իմ տարածաշրջանի մաս ես կազմում։ Այդ կոնտեքստում ԵՄ ինտեգրման եւ ԵՄ անդամակցության ռազմավարությունը կարա լուծումներից մեկը լինի։ Այստեղ այդ շեշտը պետք չէ միայն նրա վրա դնել, պետք է Հայաստանը գնալ դեպի Եվրամիություն թե ոչ, այլ ոնց Հայաստանը պետք է դեպի Եվրամիություն գնալ։ Եվ ես, ինչպես նախինում նշեցի, երկու խնդիր եմ տեսնում։ Առաջինը խոցելիությունների խնդիրը։ Ես կարծում եմ, որպեսզի մենք կարողանանք դեպի Եվրամիություն գնալ, մենք պետք է այդ խոցելիությունները նվազեցնենք։ Էներգետիկ եւ տնտեսական այդ լծակները։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք ավելի վստահ դեպի Եվրամիություն գնալ։ Եվ երկրորդը, ես կարծում եմ, որ սիմվոլիկ այդ հայտարարությունները եւ քաղաքականությունը կարող է որոշ դեպքերում նույնիսկ վնասել, որովհետեւ մենք մեծ հաշվով Ռուսաստանին ասում ենք, մենք գնում ենք դեպի Եվրամիություն, բայց մենք չենք ուզում ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Ինչքանով է դա ճիշտ, չեմ կարող ասել։ Այսինքն ուզում եք ասել, իսկապես Հայաստանը օգտագործում է ԵԱՏՄ-ն, ինչպես ասում են ռուսական։ Ռուսաստանի տեսակետից այո, կարևոր չէ ինչ ենք մենք մտածում, կարևորը ինչ է այս կոնտեքստում Ռուսաստանը մտածում եւ Ռուսաստանում այդ ընկալումը կա եւ այդ կոնտեքստում երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ հասարակությունում կարող են ստեղծվել շատ բարձր սպասելիքներ։ Այսինքն, երբ դուք մարդկանց հետ շփվեք, մարդիկ կան, որոնք մտածում են, որ վիզաների ազատականությունը դա արդեն ԵՄ անդամակցության գործընթացի մի մաս է հանդիսանում։ Բայց դա այդպես չէ։ Մարդկանց պետք է բացատրել, որ կա ԵՄ ինտեգրում, կա ԵՄ անդամակցություն, եւ ես կարծում եմ պետք է ավելի քիչ սիմվոլիկ քաղաքականություն վարել եւ ավելի ռեալ այդ դիվերսիֆիկացման ճանապարհով գնալ, որպեսզի վերջում այդ Վրաստանի ճանապարհով մենք չգնանք։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի միջազգայնագետ, արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի փորձագետ, անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին խորհրդական, Ավստրիայի խորհրդարանի նախկին խորհրդական Կոստանտին Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։